Ես էլ ժամանակ գտած զանգելու։ Մեկին որ գործի ես դնում, պետք է երկու հոգի էլ գլխի վերևը կայնացնես, որ հեռախոսա զանգին պատասխանի։ Աշոտ։ Հարցեր չտաս։ Լավ։ Ստե ոչ մեկի մտքով չի անցնի քեզ ման գա։ Բայց սենց ինչքան։ Ինչ եմ արել։ Ինչի չեն թողում մարդ հանգիստ իր կյանքով ապրի։ Պետք է հասկանանք։ Ես Արսենի հետ իմ հարցերը պարզել եմ։ Այդ սաղ Լալայանն է, էդ ինչ հանգ է մեյդան։ Աչքից դրա ախրանի պետը ծեծը չի մարսել։ Աչքիս կրկնենք։ Մի հատ է դրա ջարդը տանք։ Կհասկանանք ինչ կանենք։ Արի գնանք ներս։ Գնացինք։ Ինչ ենք ստեղ եկել։ Արսենն ասեք էստեղ բերեմ։ Արսենը հիմա այստեղ է։ Հա, քեզ է սպասում։ Չէ, ես չեմ գալիս, ես տուն եմ գնում։ Արսենն ասեք էստեղ բերեմ։ Ես էլ բերել եմ։ Ինչի։ Չէ։
Ասում ես էսում դա չեն, հա? Ընկերոջս։ Լավն է։ Պրոստը հեռու է։ Բա ինչքան կարամ ստեղ մնամ։ Ինչքան ուզես։ Բայց դու ստեղ չպետք է գաս։ Թե չէ դրանք կարան հանգիստ նստեն պոչիտ ու ինձ գտնեն։ Հա ես չեմ գա։ Քեզ ինչ պետք է, ես կպատրաստեմ կուղարկեմ տղեկին կասեմ կբերեն։ Ախր որ մտածում եմ ինչի համար եմ փախնում, ումից, գժվում եմ։ Չեմ հասկանում, ինչի։ Հայկո ջան, դե հիմա կյանքա, պահա, տենց էլ է լինում։ Սենց որ գնաց գործն է կկորցնեմ։ Գործ կգտնես, կարևորը կյանքը չկորցնես։ Ախր ես նոր կյանք եմ սկսում Լուսիի հետ։ Ձինային սիրել չի կարելի հասկացանք։ Էլ ես Ձինայի հետ չեմ։ Ինչա դրա հերը ինձնից ուզում։ Աղջիկի տեսակ կա, որ փոխվելը շատ դժվար է լինում իրանցից։ Ձինան էլ այդ տեսակից է երևի։ Համբեր է էլի։ Այդ Ձինան չի ապեր։ Այդ Ձինայի հերն է։ Հայկ մի նեղվի էլի։ Այստեղ հեռախոս բռնում, հա։ Հա աշխարհի ծերը չենք, բռնում է, բա ինչ անում։ Դե ես մի հատ զանգ եմ, էլի։ Կլինի վեշերը իջացնենք նոր։ Ես կգնամ։ Գամ հետդ։ Չէ, դու ավելի լավ եմ այդ կոֆե կազմակերպի, ես գնամ վեշերը բերեմ։ Դավայ։ Ինչի։ Ես Հարցիս պատասխանը։ Ինչի։ Դու ուզում ես ստեղ գալ, չէ։ Պայմանավորվել էիր։ Ինչ որ մեկի հետ պետք է հանդիպեիր։ Շատ կարևոր խոսալու բան ունեիր։ Ասա լսում եմ։ Ծանոթ, հա։ Ուզում եմ լսեմ, այդ ինչ կարևոր բան ունեիր դրան ասելու։ Այսքան ժամանակ երեսիդ խնդացել եմ, իմացել ես Արսենը կապիկա։ Արսեն։ Ուզում եմ ճիշտը լսեմ։ Մենակ ճիշտը։ Հիմա ինչ եմ անելու։ Ոնց եմ Սարային ասելու Ստեֆի մասին։ Ոնց։ Սար, Դու երբ կգաս։ ես արդեն ճանապարհին եմ։ Ինչ լավ է, ուրեմն սեղանը դնեմ։ Սեղանը։ Սոված չես։ Ահա որ սոված եմ։ Դե ես էլ լիքը համեղ բաներ եմ պատրաստել։ Սար, որ ճիշտն ասեմ, ուզում էի դուրս գայինք։ Շատ կնեղանաս, որ դրսում ընտրենք։ Չէ, չեմ նեղանա։ Դե ուրեմն տակ հագնվի, հիմա հետևից եմ գալիս։ Դրսում միտեղ կընտրենք։ Արման, չեմ կարծում, որ հարմար լինի։ Ինչի։ Դե Տաթևը ոչինչ չի կերել, սպասում եմ, որ միասին ուտենք։ Տաթևին էլ կտանենք։ Լավ, ուրեմն Տաթևին էլ ասեմ, որ պատրաստվի։ Դե պատրաստվեք, ես ասնում եմ։ Տաթև։ Դնենք սեղանը։ Ոչ, Արման առաջարկեց դրսում ընտրենք։ Այնպես որ
Պատրաստվի։ Այսօր չէ։ Դու գնա, ես տանը կընտրեմ։ Լավ էլի։ Չէ, Սար։ Պիտի շուտ քնեմ, որ շուտ արթնանամ, առավոտ շուտ եմ աշխատանքի։ Դու գնա։ Համել երրորդն ավելորդ է։ Տաթևել մի սկսի։ Չէ, Սար, չես համոզի, ես ցրտին դուրս չեմ գա, դու գնա։ Ուրեմն դու տանը մնաս, ես գնամ։ Հա, արագ պատրաստվի ու գնա։ Արագ։ Վերկաց արի գնանք հաց դնեմ հացկեր։ Արի սպասենք թող Արսենը գանար։ Արսենին իզուր մի սպասիր։ Զինան նոր գնաց։ Զինան ուր գնաց այս ժամին։ Չգիտեմ, Արսենը Դավիթին էր ուղարկել Զինայի հետևից։ Զինան էլ չգիտեր ուրա գնում։ Լավ հասկացա։ Նայց որ Արսենին ու Զինային սպասելու կարիք չկա։ Արմանի մասին ընդհանրապես չեմ խոսում։ Արի գնանք հաց դնեմ հացկեր։ Բա Լուսին ուրա գոնե Լուսին կանչի մենակ հաց ուտել կլինի։ Լուսին ուր պիտի լինի իր սենյակում։ Դե կանչի թող գա։ Լուսի։ Էլիքս գնա կանչի։ Լուսի։ Այ ես երբ ես եկել, պապ։ Մի ժամը կլինի որ տաննա։ Լուրջ։ Որ մեկ-մեկ սենյակիցը դուրս գաս կիմանաս ով երբ է գալիս, երբ է գնում։ Մամ, դե ասեցի պարապում էի, չէ։ Չգիտեի որ ամբողջ օրը հեռախոսը ականջին կարելի է պարապել։ Լավ էլի Էլիզը երեխեքին հանգիստ թողելի, թող իրանց գործերով զբաղվեն ուֆ։ Լավ, վերկացեք գնանք հաց դնեմ հաց կերեք։ Մի րոպե դե գնամ Զինային էլ կանչեմ։ Իզուր մի գնա, որովհետև Զինան տանը չի։ Բայց տանն է եկել է։ Եկավ էլ գնացել։ Ուր գնաց։ Չգիտեմ, Արսենը Դավիթին էր ուղարկել Զինայի հետևից։ Հա, ճիշտ է, երևի Ծաղկաձոր են գնացել։ Ինձ էլ էին ասում արի։ Լավ, վերկացեք գնանք հաց ուտելու։ Ես երկար չեմ սպասել։ Ես երբեք հայկին չէի զանգի, երբեք։ Այդ վաղուց ջնջվել է իմ կյանքից։ Չգիտեմ երբ, չգիտեմ ոնց, բայց ջնջվել է։ Արսեն խնդրում եմ հավատա։ Ջնջվել է իմ հիշողությունից, իմ սրտից։ Ես քեզ ուրիշ հարց տվեցի։ Արսեն, Ինչի էր զանգե դրան։ որ հեռու մնա Լուսիից։ Ինչ։ Արսեն, խնդրում եմ, հավատա, որ ես երբեք հայկին չէի զանգի, երդվում եմ։ Ես էլ հայկին չեմ սիրում, խնդրում եմ, հավատա, ես չեմ սիրում։ Ես այսօր առավոտյան տեսա հայկի նկարը, եւ որ Լուսին ինձ հայկի նկարը ցույց տվեց, հենց այդ պահին դու մտար սենյակ։ Իսկ ինչի այդ ժամանակ ինչ չասեցիր։ Ես վախեցա, եթե ասեի դու կսպանեիր հայկին։ Ես ինձ կորցրել էի, չգիտեի ինչ անեի, արագ գրեցի հայկին։ Գրեցի, որ ուզում եմ հանդիպեմ ու ասեմ, որ հեռու մնա Լուսիից, ու եթե որոշել է ինձանից վրեժ լուծել, ապա չհամարձակվի այդ ամենին Լուսիին խառնել։ Ընդամենը այդ Արսեն երդվում եմ։ Բայց ես չհամարձակվեցի հյուրանոց գալ, ավելի ճիշտ եկավ արագ հետ գնացի։ Ես վախեցա։ Դու փորձում ես հարցեր լուծել։ Դու քեզ իմ տեղն ես դրել Զինա։ Արսեն, ես ուղղակի վախեցա։ Ես չեմ ուզում, որ կռիվ լինի, չեմ ուզում, որ դու հայկին սպանես, չեմ ուզում, որ քո Լուսի հարաբերությունները լարվեն իմ պատճառով, ու չեմ ուզում, որ Լուսին տառապի։ Ես սիրում եմ Լուսին, հարգում եմ քեզ։ Արսեն, իմ վերաբերմունքը փոխվել է քո հանդեպ։
երթվում եմ, որ ես չեմ սիրում Հայկին։ Ես էլ չգիտեմ ոնց, բայց չեմ մտածում էլ իրա մասին։ Չեմ մտածում։ Դու փորձում ես քրոջս պաշտպանել, բայց քուրս անտերջ աղբեր ունի։ Ու դու ուզում ես հարցեր լուծել, բայց դա քո հակով չի։ Արսեն, ես Հասկացի։ Քո խնդիրները ես եմ լուծում։ Իմ խնդիրները էլի ես եմ լուծում։ Դու իմ գլխից չես կարա թռնես։ Եղավ։ Իսկ հիմա գնա։ ուր, Տուն, բա դու, ասեցի գնա։ Չեմ ուզում քեզ տեսնել։ Արսեն, խնդրում եմ։ Ձինա, գնա ասեցի։ Արսեն, ես ոչ մի սխալ բան չեմ արել։ Ես չգնացի Հայկի հետ հանդիպման։ Չգնացի։ Չգնացիր, որովհետև վախեցար։ Բայց մտքովդ անցավ։ Արսեն, խնդրում եմ։ Ձինա, գնա, չեմ ուզում քեզ տեսնել։ Գնա։ Ձինային տարտուն։ Բա դու Ես մնում եմ։ Աշոտ։ Ինչ ա եղել, հիմա ինչ ա եղել։ Հարցեր մի դուրը լավեսը չուրեմ։ Էլի ինձ կավության նոխած դարձրեցիր Աշոտ։ Ինչ ա եղել, ով ա իշիտ քշա ասել։ Էշիտ քշի գնա խոհանոց։ Գործ ունես անելու տարել կլվա մի բան արելի։ Ոնց եմ քեզանից կշտացել։ Հաջողություն։ Հաջողություն։ Հա, շեֆ ջան։ Այդ տղա, Լսում եմ, շեֆ ջան։ այդ տղա այդ ես եմ քեզ լսում։ Մնացի խաբարից սպասելով։ Թախտին նստած սպասում եմ բախտիս։ Արևը մայրը մտավ, Լուսինը դուրս եկավ, քո ձենը դուրս չեկավ։ Դե ինչ ասեմ, չգիտեմ էլ ոնց ասեմ ախր։ Ոնց ասես։ Ոնց կա տենց էլ ասա։ Էդի ուրա։ Չկա այդ կռիսը փախել է։ Յախք։ Դու զգում ես, որ վրետ էլ հույս դնել չի լինում։ Զգում ես արա։ Շեֆ, ես էլ չջոգեցի, թե այդ կռիսը ոնց փախավ։ Լսի, դու չջոգեցիր ոնց իր հարցերը լուծես, բայց ինքը լավ ջոգեց ոնց քո հարցերը լուծի։ Դե հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Կգնաս իր հարցերը կլուծես, թե չի ես քո հարցերը կլուծեմ։ Ջոգեցիր։
Ես այդ գյադուն անպայման կգտնեմ, չմտածես։ Յանի որ աչքիդ առաջ էր ինչ արեցիր, որ հիմա ինչ պետք է անես։ Լավ էլի շեֆ։ Միջև դրան չգտնես, էլ ինչ չզանգես։ Հոգնած։ Դավ, ձինային տարտուն, արի հետևիցս հյուրանոց։ Ասում ես ուր ենք գնում։ Իմ ամենասիրած ռեստորանը։ Ռեստորան, բայց ես համապատասխան չեմ հագնված։ Սար, դու ամեն ձևով էլ շատ սիրուն ես։ Հետո սա քո իմացած ռեստորանը չի, ստեղ մարդիկ աշխատանքից հետո գալիս են, որ ընտրեն։ Գիտես, մի անգամ մանկատուն մի մարդ էր եկել ու բոլորին խոստացել էր, որ նոր տարվան կտանի ռեստորան։ Բոլորս այնքան էինք ուրախացել, բայց ես այդ ժամանակ հիվանդացա, շատ բարձր ջերմություն ունեի ու ստիպված նոր տարին դիմավորեցի բուժկետում։ Քանի տարեկան էիր։ 12 տարեկան էի։ Արդեն 2 տարի էր ինչ մանկատանն էի մնում։ Այդ ժամանակ ես շուտ էի հիվանդանում։ Չկար էլ են մարդը, ով կասեր տակ հագնվի, ով գիշերները կծածկեր ինձ։ Այդ ժամանակ ես հասկացա, որ պետք է ինքս իմ մասին հոգ տանեմ։ Ես մեծացա։ Այդ ամեն ինչն արդեն անցյալում է։ Պետք է առաջ նայել։ Հա ճիշտ ես, ուղղակի հիշողություն էր։ Մանկատան պատերից այն կողմ առանձնապես բան չեմ էլ հիշում։ Ես քեզ խոստանում եմ, որ ամեն ինչ ցույց կտամ։ Այ օրինակ այսօր գիտես մենք ուր ենք գնալու։ Ուր։ Կտանեմ կտեսնես։ Ռեստորանից բացի։ Ռեստորանից բացի։ Գնանք։ Զինա ջան, բայց ինչ ես մենակ Արսենուրը հետդ չի։ Չէ։ Կարողա վիճել եք։ Ոնց որ լացել ես աչքերդ կարմրած են։ Չէ, չեմ լացել, ամեն ինչ նորմալ է։ Հիմա այսօր չտանեմ, չէ, ավելի ճիշտ արի գնանք մի կտոր հաց կեր, որովհետև առավոտից ոչ մի բան չես կերել։ Մամ ջան, պետք չի մերսի, սոված չեմ։ Ոնց սոված չես, հաց չես կերել։ Մի քիչ ավել ճիշտ ուժեղ գլխացավ ունեմ, կլինի ես իմ սենյակ բարձրանամ։ Հայ իհարկե կլինի, գնա։ Այս ոնց որ էլի կռվել են, հա։ Սուրճը թխամի, հա։ Հարսը նեղված էր։ Հա, ոնց որ կռվել են, աչքերը կարմրած էին։ Կռվել են լավ են արել, դու չխառնվես։
Հասկացար, գործ չունես։ Իրանք մարդու կնիկ են։ Կկռվեն էլ կբարիշեն։ Մարդու կինը այդպես է, առավոտը կռվում են, գիշերը բարիշում են։ Արս։ Այդ գադոնա պետք գտնել։ Են հայկին։ Հա, Բան ա եղել։ եղել է։ Այդքան ասածս դրան հեչ։ Վերջը ես պետք է մարդասպան դառնամ։ Հեսա գնամ հետևից։ Ուր բերեմ։ Դառներ տեղը։ Լավ։ Դու ավտոյով ես։ Հա։ Ես զանգի Ալեքսին։ Գնացեք այդ գադոն բռնեք։ Զանգեկից ես կգամ։ Առանց ինձ ոչ մի բան չանեք։ Եղավ։ Որ ոչխարի սատկել է գալիս է։ Գնում գալի կպնում ա չոբանի դանակին։ Կարամ իմանամ ինչ ա եղել։ Լուսին ա կպե։ Ինչ։ Կմորթեմ դրան։ Առաջ մի ընկի։ Քեզ հետ կյանքս նոր գույներ է ստանում, գիտես։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես ոնց որ հեքիաթ եմ լինում։ Հեքիաթ։ Դու դեռ իրական հեքիաթը չես տեսել։ Այ հիմա ուր որ գնալու ենք, իսկական հեքիաթը կտեսնես։ Ուր ենք գնում։ Անակնկալ է։ Մեր քաղաքում մի հատ շատ սիրուն տեղ է բացվել, ու շատ եմ ուզում, որ դու անպայման տեսնես։ Լավ։ Բայց վախենում եմ ախր կարող է մրսես, է։ Չէ, ես հաստատ չեմ մրսի։ Լավ, հենց մրսես, բայց պիտի ասես։ Անմիջապես։ Դե գնացինք։ Զինա։ Ինչ ես լացում։ Արսենի հետ ես վիճել։ Չէ, Բա ինչ ես լացում, Զինա։ Լյուս, Զինա։ Հանգիստ։ Նեղվում եմ, որ լացում ես, Զին։ հեսա կանցնի։ Մի հատ դու հանգստացի, ես հեսա կգամ, լավ։ Գնա։ Ալո, Հայկ։ Ինչ ես անում։ Ես զանգիտ էի սպասում։ Ես էլ նոր տեղ հասա։ Տեղավորվել ես արդեն։ Հա, տեղավորվել եմ։ Նշանակում է առավոտվանից պիտի աշխատես։ Հա, առավոտյան հանդիպման եմ, բայց մինչև առավոտ շատ ժամանակ կա, ու ես ուզում եմ քո հետ խոսամ։ Մինչև առավոտ։ Մինչև առավոտ, բայց որ ձանձրացնեմ կասես։ Լավ։ Բա ինչ է իրանում։ Ես հարսիս հետ էի խոսում։ Կարող է խանգարեցի։ Չխանգարեցիր, ուղղակի մի քիչ նեղված էր, ես էլ ուզում էի հասկանալ ինչ ա եղել։ Հետո հասկացար։ Չէ, չհասցրեցի, բայց դե երևի սենց ավելի լավ է։ Ինչով։ Դե որ կհանգստանա։ Դե տես, եթե պետքա որ անջատեմ, անջատեմ։ Չէ։ Ինչ եղաք։ Էդի տանը չի։ Ինձ հետաքրքիր չի մոտս լինի։ Դե մերն ասես քաղաքում չի։
Մտեք դրան։ Ճշտեք ուրա գնացել։ Էդ էլ անում ենք։ Ես հիմա կապվում եմ բանկ, իրանց աշխատողներից մեկին ծնգել եմ, կիմանանք ուրա գնացել։ Սպասում եմ։ Արջ ջան, ուր ապախնելու, կգտնենք։ Արագ է պետք գտնել դրան։ Շատ արագ։ Լավ։ Արսանի տղերքը ստեղ ինչ են անում։ Չէ, հիմա է պետք։ Հասկանում եմ, որ ուժանմա։ Պետք չլներ չէ զանգի։ Ինչ ասում։ Իմաց էլի աղբերական։ Սպասում եմ։ Ասում է հիմա ամոթ է զանգի բաժնպետին։ Բայց դե կզանգի։ Դե ասա ամոթը որն է։ Վիզա պետք։ Հեսա կիմանա։ Դե թող իմանա։ Բայց ինչ հաշիվ է։ Արսենին են կատաղացրել։ Դե ասա ողոր մի էլի։ Լգտնենք հետո։ Արման ինչ սիրուն է։ Ինչ սմա ես հեքիաթում եմ։ Իսկ դու իմ հեքիաթի արքայա դուստ ես։ Պապաս էլ ինձ այդպես ասում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, Արման։ Գնանք կանաչ գինի։